Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի կայացրած որոշումը վարորդների վրդովմունքն է առաջացրել։ Հենց քաղաքապետարանի հարակից Արգիշտի փողոցում դեպի Հաղթանակի կամուրջ եւ հակառակ ուղղությամբ հատվածներում կիլոմետրանոց խցանումներ են։ Անգամ ոչ աշխատանքային օրերին։ Երևանի քաղաքապետարանին հարող ճանապարհահատվածում 3 երթևեկելի գոտիներից միջին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար, իսկ 3-րդ երթևեկելի գոտին հետադարձ կատարողների համար։ Մեծ խցանման ֆոնին մեդիահաբի հետ զրույցում վարորդներն իրենց դժգոհությունն են արտահայտում։ Հիմա կեն էս ավտոբուսի գիծը ստեղ բերել նկարել, որ ոչ մեկ տեղյակ չի իմանում ենք, որ նկարվել ենք, այսինքն մեր գրպանից մտել են մեր գրպանը, քաղաքապետարանի փոխանցեք, որ քաղաքապետ դուք ձեզ ճիշտ չեք պահում, ժողովուրդին մի քամեք, երիք եղա երկրի հարցերը դուք եք, ոչ եմ չգիտեմ, կերը ուտում եք իրար մենակ ազգային ժողովում, չգիտեմ էլ ինչ ասեմ, բողոքելու էլի ամեն ինչը, լավ որ ձեզ, բայց պետք չէ սենց անել էլի, սին հիմարություն է, այս բայդուրսապ հիմարություն է ու բոլոր վարորդները իմ կարծիքով իրան ասում են համբալ։ Դժգոհ եմ, ընդհանուր առմամբ դժգոհ եմ, բայց ապրի ես կառավարություն, մալադեց։ Շատ վատ է։ Այո, հենան դուք նայեք, խցանումները նայեք, սենց բան չէր եղել։ Շատ վատ է, ավտոբուսի լինի, բայց այստեղ չի եղել։ Պես են դասավորը քաղաքապետարանի թեմով մաքսիմալ քիչ ավտոներ կանցնի ավտոբուսի հետևանքով, էլի կարելի էր պրոստը իր հետակիցի քիչ ումպես մտածել, որ հա թող անցնի, ոչ մարդ չի սել չանցնի, բայց նորմալ անցնի, պես որ սաղ ավտոներին բաներն այստեղ առաջ ձախը երկու հատ էր, դարձին մի հատ ու համարը սկանում։ Պրոստը թող փոխեն, կամ բան։ Հələ որ ես ուշադիր գնում եմ, որպեսի կողմնորոշվեմ, թե ուր գնամ, ոչ մի բան, հələ որ պարզ չէ լինի, առաջի անգամ եմ անցնում ստեղով։ Բայց խցանումները բավականին անհարմարություն են, չէ՞ ոչ։ Շատ։ Ոչ մի դրական բան, ինչ դասի, խցանումները, փոփոխությունները ոնց որ ինձ արվի, որ դիտավորյալ խցանում լինի, չգիտեմ, ես չեմ, որ լոգիկան չեմ հասկանում։ Կարծում եք, որ սխալ է։ Իհարկե սխալ։ Մարդիկ մեկա մեքենայով են գալի աշխատանքի, եթե արված են համար, որ ավտոբուսով գան աշխատանքի, ինձ թվում է իզուր է, խցանումները լինելու է մեկ։ Ավելի վաղ մեդիահաբի հետ զրույցում քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ այսօր էլ տրանսպորտի վարչության պետի հետ այդ հարցով քննարկում է ունեցել։ Մենք այս փոփոխություններն անում ենք, որ հանրային տրանսպորտով երթևեկող մարդիկ խցանումների մեջ չհայտնվեն, բայց մենք էլ նկատում ենք, որ մյուս վարորդների համար դա ինչ-որ չափով խնդիր է առաջացրել, ասել է նա, չբացառելով, որ հնարավոր է քննարկեն փոփոխությունների հարցը։